Տիկին Եսայան, անդրադառնալով նախորդին մայրաթոռում տեղի ունեցածին, դուք ինչպես կբնութագրեք եւ ձեր հանրային փորձառությունը, քաղաքական փորձառությունը ինչ է հուշում, ինչպիսի հանգուցալուծում պիտի ակնկալել այս իրողությունների պայմաններում։ Երեք իրականում մեծ հայտարարություններ տեղի ունենում, որովհետև հայրենադավ այդ սրբազանները որոշել էին գրոհել ակնհայտորեն եւ չէին թաքցնում, որ որոշել են գրոհել եւ գրավել մայր տաճարը։ Դա ամենաաբսուրդային բանն է, որ կարող է որևէ երկրում որևէ հոգևոր կրոնական կառույցի հետ տեղի ունենալ։ Եվ երեք, եթե հիշում եք, հինգշաբթի էր եւ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում, կարծեմ հարցերին պատասխանելու ընթացքում նման մի միտք արտահայտեց, որ այսօր շատ կարևոր օր է եւ ճգնաժամը եկեղեցու շուրջ կարող է հանգուցալուծվել միայն այն դեպքում, երբ որ եւ տվեց աշխարհի կանոնը ամենայն հայոց կաթողիկոսի, այնտեղ չլինի։ Սա ամենաաբսուրդային բանն է, որ որևէ պետության ղեկավար կարող է իր հոգևոր առաջնորդության մասին այդպես արտահայտվել, բայց ի պատիվ հայ ժողովրդի եւ հավատավոր այն մարդկանց, որ երեք գտնվում էին մայր տաճարում, այդ իրենց այդ քայլը հաջողության չփսակվեց եւ եկեղեցին պաշտպանվեց ամենայն հայոց կաթողիկոսը ի պատիվ իրեն իր երեկոյան այդ ժամերգության ժամանակ խոսքը ամբողջովին հնչեցրեց եւ նրա խոսքը համերաշխության ու հանդուրժողականության մասին էր, ժեկների մասին, որը այսօր մեր հասարակությանը պակասում է։ Ես կարծում եմ հանգուցալուծումը մեկը պիտի լինի։ Բոլորս պիտի հասկանանք, որ այս իշխանությանը պետք է օր առաջ հեռացնել։ Այս իշխանությանը հեռացնելու գործիքակազմի մեջ որևէ խտրականություն չպիտի լինի, դա պիտի լինի իհարկե օրենքներով սահմանված կարգով, բայց ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք սպասել մինչև 26 թվական, որովհետև 26 թվականի ընտրություններում այս իշխանությունը նորից կեղծելու են, խաբելու են, նկարելու են, իրականացնելու են իշխանազավթում հերթական, բայց մենք իրավունք չունենք սա թույլ տալու։ Հանգուցալուծումը դա պիտի լինի։ Հնարավոր է փողոցի միջոցով հեռացնել եւ ինչու դա հնարավոր է եւ փողոցի միջոցով եւ իմպիչմենթը դեռ իրականություն է եւ իմպիչմենթի վարչապետի տեխնացուն այսօր անազատության մեջ է Դավիթ Համբարձումյանը, որը խայտարակ բան է ուղղակի։ Այս մարդը ըստ էության օրենքով պաշտպանված մարդ է եւ որևէ հանցագործություն չէր կատարել։ Չգիտեմ 7-10 տարի առաջվա ինչ որ մեղք են գտել եւ բարթել են եւ մեղադրում են այս մարդուն այնպիսի հանցանքների մեջ, որ իրականության չի համապատասխանում, այո, հնարավոր է։ Հնարավոր է եւ փողոցով, եւ իմպիչմենթի միջոցով, եւ համաժողովրդական ընդվզման միջոցով, ընդ որում համաժողովրդական ընդվզումը նույնպես սահմանադրական ճանապարհ է։ Եվ սա մենք պիտի անենք պարտադիր։ Հակառակ դեպքում մեր երկիրը տարիներ շարունակ նորից մխրճվելու է նիկոլական իշխանության այս վայրագությունների մեջ եւ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի լինելու որպես այդպեսին։ Լինելու է թուրքական ինչ-որ փոքրիկ բնակավայր, որտեղ մեծահոգաբար թույլ են տալու մի խումբ հայերի այնտեղ ապրել։ Իսկ մեր եկեղեցիները դառնելու են մզկիթներ։ Սա է մեր հեռանկարը։ Այս տեսլականի հետ ժողովուրդը համաձայն է, ես բան չունեմ ասելու, բայց կարծում եմ ընդվզումը պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունը հայկական պահելու համար։